Բարև ձեզ, այսօր խոսելու ենք Հայաստանում պատմական խոշոր մի իրադարձության Քրիստոսի մոնումենտալ արձանի ընթացիկ աշխատանքների մասին, զրուցելու ենք Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի համակարգող Իվետա Տոնոյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Մեծ սիրով։ Եվ այսպես նախորդին տրվեց համալիր աշխատանքների նոր փուլի մեկնարկը եւ ցանկացողներին հրավիրում եք մասնակցելու գրանդիոս այս մոնումենտալ աշխատանքներին, ովքեր կարող են մասնակցել, ինչպես եւ որտեղ դիմեն, ում դիմեն։ Շնորհակալ եմ հրավերի համար եւ դուք այժմ բարձրաձայնեցիք այն հարցը, որը նախորդից սկսած թերևս հազարավոր անգամներ մենք արդեն լսել ենք եւ ստացել ենք բոլոր հնարավոր տեղեկատվական հարթակներով։ Նախ խոսեմ երեկվա միջոցառման մասին եւ հետո անդրադառնամ արդեն բուն կամավորագրման գործընթացին, որը հանդիսանալու է ամբողջ այս process-ի մեխն ու սիրտը։ Երեք տեղի ունեցավ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի, ինչպես նաև մոնումենտալ համալիրի պաշտոնական կայքի շնորհանդեսի արարողությունը, որին հրավիրված էին հարյուրավոր հյուրեր արվեստի, մշակույթի, սպորտի, գիտության, կրթության ոլորտներից եւ պարոն Ծառուկյանը ազդարարեց այս նոր գործընթացի մեկնարկի մասին։ Սա պայմանականորեն, եթե ասելու լինեմ, համագումարներ, հանրագումարներ նախորդ 3 տարիների կատարված ահռելի աշխատանքի, որովհետև 2023 թվականից հետո, երբ պարոն Ծառուկյանը հունվարին հայտարարել էր 22 թվականին այս մեգա նախագծի մեկնարկի մասին, դրանից հետո կատարվել է տեսանելի ու անտեսանելի ահռելի աշխատանք։ Բնականաբար մրցութային փուլերի մասին շատ առիթներ եղել են խոսելու արձանի նախագծի ընտրման գործընթացի մասին, որից հետո անմիջապես հետո արդեն իսկ սկսել է արձանի նախապատրաստական աշխատանքները, արձանը ամբողջությամբ արդեն պատրաստ է, ինչպես պարոն Ծառուկյանը երեք հայտարարեց, եւ այժմ Հատիս լեռան գագաթին 2500 մետր բարձրության վրա ընթանում են ենթակառուցվածքների շինարարությունը, անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների, ճանապարհներ, ճոպանուղի եւ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, որից հետո արդեն տեղի կունենա տեղադրման արարողությունը։ Նախորդին մենք հայտարարեցինք տեղեկատվական գրասենյակի գործունեության մեկնարկի մասին եւ տեղի ունեցավ կայքի շնորհանդեսը, որտեղ եւ հնչեց ամենակարևոր միտքը պարոն Ծառուկյանի կողմից թերևս, որ սա լինելու է ազգային կառույց։ Սա հիմնական ձևակերպումն է, որի վրա մենք ուշադրությունը հրավիրել էինք բոլորի, թե ներկաների, թե ինչպես նաև մեզ հետևող բոլոր մարդկանց։ Իրականում այս տարիների ընթացքում հարյուրավոր, հազարավոր մարդկանց կազմակերպությունների կողմից հնչել են տարբեր առաջարկներ պարոն Ծառուկյանին, որ նրանք եւս ուզում են մասնակիցը դառնալ այս նախագծի իրականացմանը։ Բնականաբար մարդիկ ենթադրել են, որ դա միգուցե պետք է դրսևորվի ֆինանսական տարբերակով, օրինակ նվիրատվություններ կատարեն իրենք, որպեսզի կարողանան մասնակիցը դառնալ այս նախագծի, բայց քանի որ պարոն Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ սա իր եւ իր ընտանիքի ցանկությունն է եւ նախաձեռնությունն է, հետեւաբար նաեւ ամբողջ ֆինանսական բեռը արձանի կառուցման եւ անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստման ամբողջ ֆինանսական բեռը Ծառուկյան ընտանիքը վերցրել է իր վրա, բայց նաեւ պարոն Ծառուկյանը ցանկություն չի ունեցել, այսպես ասած, նեղացնելու որևէ մեկին, նեղացնելու այն մարդկանց, ովքեր հիրավի շահագրգռված են եւ ցանկություն ունեն մասնակիցը դառնալ այս ազգային կառույցի շինարարությանը, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել, որ բոլոր ցանկացողները կարող են մասնակից դառնալ։ Մեխանիզմը հետեւյալն է. գործելու է կամավորագրման համակարգ, էլեկտրոնային համակարգ, որը գործում է 3w.jesuschristarmenia.com կայքում, այդ համակարգով կարող են կամավորագրվել էլեկտրոնային հասցեի միջոցով, Facebook-յան, Instagram-յան էջերով, որոնք արդեն իսկ հրապարակված են եւ գործում են, գալով եւ գրանցվելով Արգիշտի 9 հասցեում գտնվող մեր գրասենյակում, զանգահարելով հեռախոսահամար, այսինքն հեռախոսահամարներով։ Բոլոր հնարավոր եղանակները կան, որպեսզի ցանկացողները կարողանան հերթագրվել, որովհետև ինչպես պարոն Ծառուկյանը հայտարարեց, ամսի 26-ից կարող են ցանկացողները մասնակցել, բայց դա այսպես հախուռն գործընթաց չի կարող լինել, որովհետև սկսած անվտանգության ապահովումից կան բազմաթիվ հարցեր, որոնք մենք հանձնառու ենք եւ պատասխանատու ենք, որ պետք է իրականացնենք։ Այսինքն մենք կազմելու ենք խմբեր, կամավորագրելու ենք մարդկանց, կազմելու ենք խմբեր եւ անհրաժեշտ արտահագուստի
եւ մնացած պարագաների ապահովման պարագայում կազմակերպվելու են այդ կամավորական աշխատանքները կախված աշխատանքների բնույթից, այո, շատ խորհրդանշական այսպես բնույթ է այս ամեն ինչը կրում, որովհետեւ այստեղ էական չի կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության որևէ հարց չկա։ Սա խորհրդանշական միջոցառումների շարք է լինելու, որը տևելու է մինչեւ մոնումենտալ արձանի տեղադրման պահը, հա, վարկյանը, երբ էլ որ դա տեղի ունենա, ինչպես պարոն Ծառուկյանն իր խոսքում ասեց, մեկ դույլ ջուր բերելով եւ օգնելով, մեկ ծառ տնկելով, ինչ որ մի փոքրիկ հատված բարեկարգելով, այս բոլոր աշխատանքներում ներգրավվածությունը կարծում եմ իսկապես հոգեկան բավարարվածություն պետք է ապարգևի այն մարդկանց։ Ծառուկյանը անձամբ ասել է, որ ես էլ մասնակցել եմ շնորհակալ նախսենք նրանց, որ պարոն Ծառուկյանը գրեթե ամենօրյա ռեժիմով ներկա է լինում եւ անձամբ հետեւում է աշխատանքների ընթացքին, բացի դրանից էլ այո, կամավորական խմբերի հետ պարոն Ծառուկյանը եւս մասնակցելու է ներկա է լինելու աշխատանքներին, որովհետեւ այս թեման առանձնահատուկ կարևորություն ունի նրա համար։ Իսկ ովքեր կարող են դիմել արտասահմանի բնակիչները, արտասահմանցիները, թե հայաստանյան համայնքների բնակիչները։ Տեսեք, մենք այս պահին բնականաբար Հայաստանի բոլոր մարզերից ունենք շահագրգռված հետաքրքրված անձինք, սակայն շատ այսպես գոհունակությամբ պետք է փաստեմ, որ շատ մեծ է հայկական սփյուռքի հետաքրքրվածությունը։ Անկամ մինչև պարոն Ծառուկյանի այս հայտարարությունը մենք արդեն իսկ վերջին 1 տարվա ընթացքում ստացել ենք բազմաթիվ զանգեր Լիբանանի, Բելգիայի, Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցիչների, որոնք հետաքրքրվում էին ընթացքով, ասում էին, որ ուզում են մասնակիցը լինեն, բոլոր հայկական գաղթօջախներից, ԱՄՆ-ից շատ մեծ խումբ հետաքրքրված մարդկանց ունենք, հետաքրքրությունը շատ մեծ է, տեղեկատվական գրասենյակին ահռելի աշխատանք է սպասում այս ամեն ինչը կանոնակարգելու մասով։ Իսկ օտարազգիներ կան այդ մարդկանց մեջ։ Ռուսներ, ամերիկացիներ, մենք ունենք, այո, Ռուսաստանից ունենք հետաքրքրված մարդիկ, ովքեր մինչ այդ բարեգործական հիմնադրամի էջի միջոցով կապ էին հաստատել, հետաքրքրվել էին, մասնավորապես Սանկտ Պետերբուրգի համալսարաններից մեկի ուսանողական մի խումբ էր, որը շատ հետաքրքրված էր այցելությամբ, ընդհուպ նաև առաջարկ է եղել մեզ, որ երբ որ իրենց այցելությունը լինի, դա առաջիկա ամիսներին է պլանավորվում, իրենք փոքրիկ դոկումենտալ ֆիլմ էին ուզում նկարահանել, ուսանողները հենց իրենց նախաձեռնությամբ, իրենց միջոցներով, մենք պարզապես պետք է լոգիստիկան այսպես ապահովենք, խոստացել ենք, որ անպայման իրենց այդ ցանկությունը իրականություն կդարձնենք։ Նախքան շնորհանդեսը, կայքի շնորհանդեսը դուք եղել եք Վենետիկում։ Վենետիկի կինոփառատոնի ժամանակ հայտնի հանրահռչակ կինոռեժիսորներին, դերասաններին ներկայացրել եք արձանի մակետը։ Ինչ տպավորություններ կան, պայմանավորվածություններ միգուցե, ինչով եք եկել վերադարձել Վենետիկից, այսպես ասենք։ Վենետիկից վերադարձել ենք շատ դրական էմոցիաներով, հույզերով եւ բազմաթիվ պայմանավորվածությունների, նախնական պայմանավորվածությունների, այսպես բազայով։ Վենետիկում միջազգային կինոփառատոններ բնականաբար ընթանում 82-րդ կինոփառատոնը, որի շրջանակներում գործում է արտադրական կամուրջ կոչվող հարթակը, որտեղ հենց հանդիպում են համաշխարհային ֆիլմ արտադրողների ներկայացուցիչները, որովհետեւ Վենետիկի կինոփառատոնը բոլորս տեսարանները տեսնում ենք, հետևում ենք տարիների ընթացքում, երկու ասպեկտից է բաղկացած, այսինքն արդեն գործնականում արտադրված ֆիլմերի շնորհանդեսներ համաշխարհային մեգաաստղերի մասնակցությամբ եւ արդեն իսկ նոր ստեղծվելիք ֆիլմերի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումներ։ Մեզ այդ արտադրական կամուրջի շրջանակներում ընձեռված էր բացառիկ հնարավորություն ներկայացնելու Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շնորհանդեսը։ Աշխատանքների 3 օրերի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել մենք համաշխարհային ֆիլմ արտադրողների, տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև հեռուստատեսային արտադրանք ներկայացնող կազմակերպությունների հետ հետաքրքրվածությունը շատ մեծ է, որովհետև ֆիլմ արտադրողները, կազմակերպությունների ներկայացուցիչները հենց իրենք հնչեցնում էին այն տեսակետը, որ Ռիո դե Ժանեյրոյում բազմաթիվ ֆիլմեր, այդ թվում Netflix-ի կողմից նկարահանված կամ Օսկարակիր սերիալները վերջի բազմաթիվ ֆիլմեր, այո, կամ սերիալները նկարահանվել են հենց Ռիո դե Ժանեյրոյում, հատկապես հաշվի առնելով այնտեղ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ Հիսուս Քրիստոսի արձանի առկայությունը, որովհետև եկեք խոստովանենք, որ իսկապես շատ ազդեցիկ է այդ տեսարանը, հա, բարձրության վրա եւ այլն, եւ բնականաբար կադրի համար վիզուալ շատ գեղեցիկ է այդ ամեն ինչը, եւ մեր շնորհանդեսին ծանոթանալուց հետո եւ նաեւ մանրամասներին տեղեկանալուց, որ Հայաստանում տեղադրվելիք արձանը լինելու է աշխարհում ամենաբարձրը եւ նաեւ ծանոթանալով մեր
ներկայացրած վիդեո նյութերին եւ ֆոտոնյութերին շատ մեծ էր հետաքրքրվածությունը, նախնական պայմանավորվածություններ արդեն կան, բնականաբար ժամկետների մասով, քանի որ ֆիլմ արտադրողները առաջիկա 1, 2, 3 տարվա կտրվածքով են պլանավորում նկարահանումները, երբ որ արդեն տեղադրման ժամկետների հետ կապված հստակությունը վերջնական լինի, մենք արդեն կանցնենք գործնական պայմանավորվածությունների ձեռքբերումներին։ Գլխավոր հարցը թերևս արձանի տեղադրման ժամկետների մասին է։ Կան կոնկրետ ժամկետներ կամ միգուցե մոտավոր երբ կարող է արձանը տեղադրվել։ Հարցը շատերին է իրականում հետաքրքրում, բայց ինչպես նախորդին պարոն Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, գերնպատակը այստեղ առավելագույնս բարձր որակով շինարարություն իրականացնելը եւ աշխարհին իսկապես հզորագույն կառույցով ներկայանալն է։ Շուրջ 200 հոգի աշխատում են շատ ծանրաբեռնված գրաֆիկով, այս պահին շինարարական աշխատանքներում ներգրավված են 200 մարդ։ Եվ բոլորի համար մոտավոր ժամկետներ ես այս պահին կդժվարանամ նշել, որովհետև դա ընթացիկ աշխատանք է, քանի որ ինքներդ հասկանում եք շինարարությունը 2500 մետր բարձրության վրա է իրականացվում, եթե դա լիներ հարթավայրում, բնականաբար շատ հստակ հնարավոր էր հաշվարկել եւ ռեալ ժամկետներ ասել, բայց այս դեպքում, քանի որ նման բարձրության վրա է, եղանակային պայմանները պետք է հաշվի առնել, առջևում ձմեռ է, բայց այն, որ այսպես անընդհատ կերպով բոլոր հնարավոր եւ եղանակային պայմաններում եւ ծառաբեռնվածության պայմաններում շինարարությունը ընթանալու է, դա միանշանակ է։ Մի բան էի ուզում ավելացնել, պարզապես հիշեցի ձեր նախորդ հարցերից մեկի հետ կապված, ավելացնեմ, օգտվելով ընձեռված հնարավորությունից կամավորագրման գործընթացի հետ կապված, հա։ Այսպես կեսկատակ, կեսլուրջ եմ արձագանքելու այս հարցին, ուղղակի եւս մեկ անգամ հրապարակային խնդրանքով պետք է դիմեմ այս դեպքում նաեւ պարոն Ծառուկյանի անունից որոշակի առումով, որովհետեւ այս գործընթացում, որը ընդամենը 3 է հայտարարվել եւ ընդամենը 1 օրվա մոնիտորինգ մենք ունենք հետաքրքրվածության, հա, որը ասում եմ հազարավոր զանգեր ու նամակներ ենք ստացել ընդամենը 1 օրվա ընթացքում, պետք է խնդրենք բոլորին, որպիսի հայկական ավանդական ծանոթ բարեկամ գործառույթները չիրականացվեն, զանգերով չանհանգստացնեն պարոն Ծառուկյանին, այսպես հերթը առաջ գցելու կամ ինչ որ նախապատվություն այս կամ այն խմբին տալու, որովհետև բազմաթիվ այսպես կորպորատիվ արդեն առաջարկներ ունենք տարբեր կազմակերպությունների կողմից եւ բնականաբար հայկական ավանդական այդ տարբերակը, որ լավ ամեն դեպքում հնարավոր չի մեզ օրինակ գրանցել հոկտեմբերի սկզբին եւ ոչ թե հոկտեմբերի վերջին, պետք է խնդրեմ, որ նման առաջարկներով չդիմեն։ Նախապես դուք համակարգում եք եւ պետք է բնականաբար տեղեկացնում ենք այդ մասին, որտեղ եթե բացառություններ արվեն, թեպետ բացառվում է, որ բացառություններ արվեն, դրա համար խնդրում եմ, որպեսզի հանդես չգան նման նախաձեռնությամբ մեր հայրենակիցները։ Իսկ ցանկացողներին բոլորին տրվելու է հնարավորություն մասնակցելու վստահաբար։ Եվ մյուս կարևոր գլխավոր հարցերից մեկը արձանը ինչպես է տեղափոխվելու այդ բարձրադիր վայրը։ Լեռան կատար։ Տեսեք, այս աշխատանքների ընթացքում արդեն ես էլ որոշակի մասնագիտական հմտություններ եմ ձեռք բերել, հա, տեղեկատվական գրասենյակի ստեղծման ընթացքում, որ մանրակրկիտ քննարկվում են հաշվի առնելով ոլորտի լավագույն մասնագետների, ընդ որում նաև արտերկրից հրավիրված, Գերմանիայից հրավիրված մասնագետների հետ քննարկվում են բոլոր այդ տեխնիկական մանրամասները, որպեսզի հնարավոր լինի իդեալական կերպով առաջ տանել այս աշխատանքները, բնականաբար տեղափոխման հաշվի են առնում նաև ոչ միայն բնակլիմայական պայմանները, նաև սեզոնը։ Դա կարող է լինել ձմեռը կամ գարունը։ Բնականաբար ենթադրում եմ, որ բուն տեղադրման աշխատանքները ձմռանը չեն իրականացվի հաշվի առնելով եղանակային պայմանները, բայց բոլոր նյուանսները հաշվի են առնվում, որպեսզի ամեն ինչ լինի բարձր մակարդակով, այսինքն սեյսմակայունություն, ամրություն, դիմակայունություն, բոլոր կոմպոնենտները հաշվի առնվում են մասնագետների։ Այս պահին դեռ վերջնական հստակ որոշում չկա, մասնագետները քննարկում են, արձանը մի քանի մասից է բաղկացած, այսինքն 4 կտորից է բաղկացած, այո, պատվանդանի վրա պետք է տեղադրվի, ընդհանուր 101 մետր բարձրությամբ եւ մասնագիտական վերջնական եզրահանգումները երբ որ լինեն, այդ մասին մենք հրապարակային հայտարարությամբ հանդես կգանք։ Հասկանում եմ, որ դեռ վաղ է այս մասին խոսել, բայց ամեն դեպքում հրավերներ կան արդեն եւ հստակ պայմանավորվածություններ, որ բացման օրը
խոստացել են, որ ներկա կլինեն արձանի բացման։ Տեսեք, նախորդող 3 տարիների ընթացքում գրեթե բոլոր հանդիպումներում, որոնք պարոն Ծառուկյանը ունենում է մասնավոր կամ հրապարակային բոլոր հանդիպումների ընթացքում, երբ որ այս թեման արծարծվում է, երբ որ մարդիկ օրինակ արտերկրից հյուրեր են լինում, պատվիրակություններ եւ այլն, որոնք հենց հանդիպման ընթացքում ծանոթանում են գաղափարին, բոլորի թիվ մեկ ցանկությունը մեկն է, որ մենք անպայման մասնակցելու ենք, պարզապես մեզ ժամկետների մասին տեղեկատվություն տրամադրեք։ Չի եղել որևէ մի մարդ, մի անձ, որ այսպես անտարբեր մնա, հա, նախագծի նկատմամբ, բոլորն էլ հետաքրքրված են, բոլորը այսպես սրտի թրթիրով սպասում են այս իրադարձությանը եւ կապ չունի ամենևին, նրանք Հայաստանի Հանրապետության բնակիչներ են, արտերկրից են, ցանկացած մարդու հոգուն, այսպես հոգու ամենանվիրական լարերին այս արձանը կպնում է եւ այն մարդիկ, ովքեր որ իսկապես հավատում են այս ամենին եւ գաղափարի իրականացմանը, նրանք վստահաբար ներկա են լինելու բացման արարողությանը եւ ոչ միայն բացման արարողությանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի ընթացիկ աշխատանքների մասին խոսում էին Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի համակարգող Իվետա Տոնոյանի հետ։ Շնորհակալություն եւ ցտեսություն։